Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 15-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Եթե այստեղ ինչ-որ մի բան ձեզ չի համապատասխանում, ապա կարող եք նայել մյուս ալիքում, այնտեղ կան ձեր ամսվա ծնված նշանը, ձեր լուսնային նշանը, բավականին շատ տեղեկատվություն կարող եք ստանալ, եթե այստեղ ոչինչ ձեզ չի համապատասխանում։ Նաև այսօրը, այնտեղ մոռացա ասել, այսօրը նորալուսին է և շատ լավ նորալուսին է, տեղադրել եմ լուսնային ալիքում, այդ կանխատեսումը նորալուսնի մասին, նաև այսօր պատրաստվում եմ անել նաև աստղաբանության ալիքում կանխատեսում, հորոսկոպ, այդպես կարելի ասել, հատուկ հենց նորալուսնի վերաբերյալ։ Տեսնենք, որ թե ինչ է սպասվելու, ամեն դեպս շատ լավ նորալուսին է և տեսնենք, ինչ լավ բաներ է բերելու մեզ բոլորիս։ Մի մոռացեք, այս ամսվա վերջ Մերկուրին է լինելու հետադարձ և պատրաստեք այն ամենը, ինչ որ ուզում եք գնել, գնեք մինչև հետադարձ Մերկուրին։ Մի փոքր ուշադրություն է պետք այն մարդկանց, ովքեր որ ճամփորդում են հիմա այս ամսվա վերջ, հուլիս, մի քիչ իրենց համար է այդտեղ բարդ, որովհետև այս շրջանում մշտապես Մերկուրին լինում է հետադարձ և մշտապես խնդիրներ է ստեղծում։ Այնտեղ ուղղակի պետք է ուշադիր լինել, ինչ որ հատուկ խնդիրներ կարող չստեղծել, ուղղակի ուշադիր պետք է լինել, որպեսզի ինչ որ բաներ չմոռանալ, փաստաթղթերը եւ այլն, ճիշտ տեղը գնալ, կանգնել, այդպես։ Այսքանը եւ տեսնենք ինչ է սպասվելու մեզ բոլորիս այս օրը։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին հունիսի 15-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը աշխատանքի վայրում ինչ-որ տղայի հետ կապված հարցեր կան։ Միգուցե տնօրենն է, միգուցե մենեջերն է, միգուցե ընկերն է ձեր օգնում է ընդունվեք աշխատանքի։ Նաև դա չի բացառվում պետական աշխատող է, ում հետ որ կարող եք հանդիպել։ Օրվա ընթացքում եւս հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տարեց անձնավորության հետ, տղամարդու հետ, կարող է լինել ձեր հայրը կամ եւս պետական աշխատող կարող է, ինչ որ տղայի հետ եք խոսում, այդ ավելի բարձր մարդու հետ պետք է խոսեք։ Ձեզ հաջողություն է սպասվում այդ օրը յուրաքանչյուր գործում, այնպես որ արեք այն ինչ որ կարող եք, դռներ են բացվում ձեր առջև։ Օրվա ընթացքում ուշադիր եղեք, կարող են փորձել ձեզ մոլորեցնել։ Հնարավոր է նաև խաբեություն, այդպես, ինչ որ մի բան ձեզ խոստանան, ինչ որ բաներ պետք է ստորագրեք եւ այլն, մի քիչ ուշադիր եղեք։ Եվ ինչ որ փուչկի նման ինչ որ բան է պայթելու, ինչ որ գաղտնի կարող բացահայտվել, ինչ որ մի բան իմանաք, կներեք եւ նաեւ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կգան ձեզ մոտ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է միայն վերաբերում։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 15-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը կարող եք վիճել կամ իրար չհասկանալ ձեր հարազատների հետ, ձեր երկրորդ կեսի հետ, բայց ոնց որ ի վերջո հաջողության վերջնական, հա, տեսքը, որ ասում են ձեր օգտին ավարտվել, այսինքն հաջողությամբ կավարտվի այդ իրար բսկտելը, միգուցե նաև չհասկանալը։ Նաև որվա ընթացքում խոչընդոտներ կան, ինչ որ բան է ուշանում, միգուցե դա է խոչընդոտը, մոտավորապես 2 ամիս, կարող է մի քանի օր էլ այն կողմ ուշանա, դրա համար է դա խոչընդոտ համարվում ձեզ համար, եւ երկեզանի մարդիկ կան այդ օրը ձեզ շրջապատում, միգուցե հենց իրենց պատճառով է, որ վեճ է առաջանում կամ իրար չեք հասկանում եւ ընտանիքում եւ հարազատների հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրամաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունիսի 15-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը կարող եք գորգռալ ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի համար, կամ առավոտյան շատ շուտ, կամ երեկոյան դա կարող է լինել։ Հեռախոսազանգ օցին, կամ իրենք ձեզ կզանգարեն, կամ դուք իրենց կզանգահարեք, եւ մտքերի մեջ եք լինելու օրվա մեջ, կմտածեք ինչ-որ բանի մասին, ինչ-որ մեկի մասին, եւ հաջողություն է ձեզ սպասվում։ Կամ մտածում եք ինչպես հասնել հաջողության, հա, ինչ-որ մտքեր կարող է կան ձեր ներսում։ Այդպես մտածում եք ինչ անեք, որ հաջողություն ունենաք ինչ-որ ոլորտում, որը անհանգստացնում է ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունիսի 15-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, ոչ է փաստաթուղթ դա կարող է լինել, նաև նոր սեր, գուցե ձեր տղան է գալիս բանակից կամ ձեր սիրելին է գալիս, ոմանց համար սա նոր սեր է, նոր ծանոթություն։ Նաև սիրո խոստովանություն կարող է ինչ որ տղա ձեզ անել կամ դուք անեք ոչ է տղայի կամ եթե դուք եք տղան, հա, դուք անեք սիրո խոստովանություն։ Ճանապարհը հետաձգվում է, կարծես թե, կամ երկար ճանապարհ եք գնալու, բայց դա մի տեսական անհնարին է, կամ այստեղ հետաձգվում է, մոտավորապես 1.5 ամիս այն կարող է հետաձգվել։ Կամ եթե ինչ-որ մարդիկ են գալու, այդ դա էլ հետաձգվի, կասեմ, որ հետաձգվում է։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ։ Տարեց անձնավորությունը մեծ մարդ է կամ պետական աշխատող է կամ ձեր հարազատներից է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունիսի 15-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը այստեղ խոչընդոտներ կան, բայց նաև հաջողություն, դա նշանակում է, որ խոչընդոտները կկարողանաք հաջողությամբ հաղթահարել։
Եթե դրանք տարբեր խոչընդոտ, տարբեր հարցեր են, մեկ հարցի, մեկ ոլորտի վերաբերյալ կունենաք հաջողություն, մեկ ոլորտում դեռ ոնց որ խոչընդոտներ կան, այն օրը ձեզ ցույց կտամ։ Եվ եթե ուզենաք իրոք հաջողությամբ այնտեղ կլուծեք այդ խոչընդոտը, բայց նաև երկերեսանի մարդիկ կան այդ օրը մի լսեք իրենց հատկապես այդ խոչընդոտի հետ կապված։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, ոմանց համար էլ սա ինտիմ հարաբերություններ է։ Նաև սեղանի շուրջ եք նստելու այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերի։ Ինչ է սպասվում օձերին հունիսի 15-ին։ Հարգելի օձեր, այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք մարդկանց հետ, ավելի շատ կխոսեք SMS-ներով, նամակներով, նաև կարող փաստաթուղթ ստանաք, փաստաթղթերի հետ կապված ինչ-որ հարցեր անեք, նաև փաթեթ կարող եք ստանալ։ Հանկարծակի լուր եք լսելու, լուսավոր մի բան է տեղի ունենալու, ձեզ սիրված եք զգալու, միգուցե ձեր սիրելիների հետ է կապված, ձեր տրամադրությունը բարձրանալու է, էմոցիոնալ եք լինելու, այդ օրվա մեջ ինչ-որ մի հիանալի բան է տեղի ունենալու ձեզ հետ, բայց երեկոյան արդեն ինչ-որ բան փայկ է, միգուցե ճանապարհի հետ է կապված, ինչ-որ մի բանը փայկ է, ինչ-որ մի բանը չի ստացվում, կամ ինչ-որ մեկը գա, կամ դուք գնաք, երեկոյան ժամին, եւ տատանվում եք, չգիտեք ինչ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունիսի 15-ին։
Հարգելի ձեր, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, հաջողություն է ձեզ նաև սպասվում, յուրաքանչյուր գործում հաջողություն ունեք այդ օրը եւ երկերեսանի մարդիկ են։ Շարվում միանգամից ձեր շրջապատ, ձեր կողքը երկերեսանի մարդիկ կան, մի պատմեք ձեր հաջողություններով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունիսի 15-ին։ Հարգելի այծեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, տարիքով անձնավորությունը, կամ ուղղակի կմտածեք իր մասին, միգուցե ուզում եք դիմել իրեն, հա, միգուցե ինչ-որ հարցեր կան եւ մտածում եք արդյոք խոսեք հետը, դիմեք, թե ոչ։ Կամ ուղղակի մտածում եք ինչ-որ մի տղամարդու մասին։ Նաեւ այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, կամ դուք կանեք, կամ նաեւ գործարք է սա, որ կարող եք կնքել այդ օրը, հարսանիքի հրավեր, պատրաստություն հարսանիքի, կոծեր հարսանիքն է։ Եվ այստեղ հեռախոսազանգ է, բայց ոնց որ չեք ընկնում այդ մարդուն։ Չեք կարողանում միանալ այդ մարդուն, չեք կարողանում խոսել այդ մարդու հետ։ Միգուցե այնտեղ վերցնում է ինչ-որ մեկը եւ ասում, որ զբաղված են նա եւ անընդհատ զբաղված է եւ չեք կարողանում իր հետ կապ հաստատել։ Նաեւ այդ օրը փուչիկի նման ինչ-որ մի բան կարող է պայթել, ինչ-որ մի բան բացահայտվել, նաեւ դա խաբեություն է, դա մոլորեցում է, հա ոնց որ ձեզ ինչ-որ փշի անեն, թեկուզ է հեռախոսազանգի հետ կապված դա կարող է լինել։ Եվ հույսով լցված եք, հույսով սպասում եք, որ կարող է իրոք կարողանաք միանալ իրեն կամ մեկ այլ հարց է, ում հույսներ դելեք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունիսի 15-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև հանկարծակի լուր կլսեք, այստեղ տան հետ կապված ինչ-որ անսպասելի մի բան է, այսպես կտրուկ ինչ-որ մի քայլ է, ինչ-որ տան հետ կապված, տարածքի հետ կապված, միգուցե առիթ է, միգուցե հյուրեր են, այսպես կող անսպասելի գալիս են, կամ դուք եք անսպասելի գնում ինչ-որ մեկի տուն, այսպես ոնց որ անակնկալ պահեր են, նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք, բայց այդ կնոջ հետ, լավ կին է, բայց հետո գորգռում եք, չգիտեմ իր վրա եք գորգռում, թե ոչ, բայց հետո կաղա ինչ-որ մի հարց է և գորգռալով կամ գորգռալով պատմում եք, այդպես իրեն ինչ-որ մի բան, և այստեղ առողջության հետ կապված ինչ-որ փաստաթուղթ կարող ստանալ, դա կարող է լինել անալիզի պատասխաններ, դա կարող է լինել բժշկականի հետ կապված ինչ-որ հարցերի պատասխաններ և այլն։ Եվ սիրված կզգաք ձեզ, լավ կզգաք ձեզ, միգուցե այդ պատասխանները լավն են, նաև այստեղ սիրո խոստովանություն կամ ձեզ կանեն, կամ դուք կանեք։ Կամ գուցե անալիզի պատասխանները ձեր հարազատների հետ էր կապված, և ևս ուրախ եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունիսի 15-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը հանդիպում սեղանի շուրջ եք նստելու, չգիտեմ ինչ վայցի հանդիպում, դե եւի կարող հանդիպում եք նոր եք նստում սեղանի շուրջը, ոչ թե ինչ-որ մեկի տանը։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնցով որ պետք է զբաղվեք, դա կարող է ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլ մնացած կենտրոնները։ Երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, ժամ կպայմանավորվեք այդ օրը կամ արդեն իսկ պայմանավորվել եք ու շատ եղեք, որպեսզի չուշանաք եւ նաեւ կարող են ձեզ փորձել մոլորեցնել, թեկուզ այդ երկերեսանի մարդ է, այնպես որ ուշադիր եղեք, նաեւ ինչ-որ մի բան կարող է բացահայտվի, այդպես փուչկի նման պայթի, իմանաք։ Եվ այստեղ հեռախոսազանգ եւ լուսավոր մի բան է տեղի ունենում, որից կարող եք նաեւ հուզվել, կարող եք արտասվել։ Դա ուրախության արդյունքներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։
Ինչ է սպասվում շներին հունիսի 15-ին։ Հարգելի շներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, իրար հետ կարծես թե երգ եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Օրվա ընթացքում ուշադիր եղեք, որովհետեւ հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել եւ հրավերք հարսանիքի հրավիրատոմս կարող ստանալ կամ ծրար եք գնում, որպեսզի հարսանիք գնաք, հայ եւ այդպես գումարը դնեք ներս կամ կարող եք օրինակ իմանալ, որ ինչ-որ մեկին ամուսնության առաջարկ են արել, իմանաք, որ ինչ-որ մեկը ամուսնանում է, այդպես ինչ-որ տեղեկատվություն է, հանկարծակի լուր նաև այդ օրը կլսեք, միգուցե հենց դա է։ Եվ երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունիսի 15-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը մտածում եք ոչ է տղայի մասին, մտքերը տղայի մասին կլինեն, միգուցե ձեր տղան է, միգուցե ձեր ամուսինն է, մտածում եք դիմեք արդյոք այդ տղային, թե ոչ, ինչ-որ հարցեր են, նաև սպասման մեջ եք լինելու, բայց այստեղ փուչիկ է պայթում, ինչ-որ մի բան, և կարող եք իմանալ, որ կողը չի գալիս, կամ մեկ այլ պահեր են, այստեղ Նաև այստեղ կարող է սպասում եք և ոնց որ ձեզ մոլորեցնում են, էլի, թե ինչու են ուշանում, թե որ սա, նա, ինչ որ, այդպես չէ, ինչ որ հեքիաթներ են, չէ, հորինում, դա է, էլի, դա։
Եվ հեռախոսազանգ կունենաք, բավականին երկար կխոսեք հեռախոսով, տան հետ կապված իրադարձություններ կան, միգուցե առիթ է, միգուցե ծնունդ է, միգուցե նաև հյուրեր են գալիս ձեր տուն, իրենց եք սպասում, նաև ինչ-որ հարցեր են տան հետ կապված։ Ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, որովհետև երեկոյան գորգրալու եք, գորգրալու կամ ինչ-որ մեկի վրա, կամ այնպես գորգրալով ինչ-որ բաներ եք պատմելու և ուղղակի վատ զգաք ձեզ հետո։ Այսքանը ձեզ համար, կամ հիվանդանոցում եք գորգռում, կամ այդպես ինչ-որ բժշկական կենտրոնում եք գորգռում, չի բացառվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։